երկուշաբթի է, դուրս ենք եկել ման գալու, ես ու Հայկը, իհարկե, այսօր սեպտեմբերի 22-ն է, իմ ու Գոռի ամուսնության 2 տարին, ես արդեն 2 տարի է Բելգիայում եմ ապրում, հենց ամուսնացել ենք եկել եմ, ահա որ արագ անցավ այս ժամանակը ու արդեն երեխա ունեմ։ Գնում ենք հեծանիվի տակ արևային աշնանային եղանակ է։ Դուրս եկանք մի 2 բան ունեմ անելու։ Չգիտեմ, այսօր ուզում եմ ինչ-որ ընթրիք պատրաստեմ իմ ու Գոռի համար։ Մտածում եմ նվեր տվել եմ շուտ, բայց հիմա մտածում եմ գուցե նաև ինչ-որ փոքրիկ մի բան էլ առնեմ, ուրախացնեմ։ Տեսնենք, հələ մտածում եմ, ընթացքային կորոշեմ։ Ձեզ էլ տեղյակ կպահեմ։ Հիշում եք, որ նոր արև էր, էլ արև չի ու արդեն անձրև է գալիս։ Այս երկրի պլանները փոխվում են ոնց ես եմ փոխվում։ Հանկարծ ծայքի։ Արագ եթանք տուն, շատ երկար ման եկանք։ Մի քանի բան եմ պատվիրել շնից, եկեք ցույց տամ, թե ինչ։ Առաջինը ատամի թելերն է, 2 հատ է, մի հատ վրձին եմ պատվիրել եղունգների համար, որ գելը տարածեմ, շատ սիրուն է ու 2 կողմանի է։ Այս մեկը, այսինքն այս 2-ը, սրանք Kindle-ի համար են, մի օր կպատմեմ առանձին, թե ինչ է Kindle-ը ու ինչ լավ բան է։ Սա վերցրել եմ հենց վարդագույն, չգիտեմ, մեկ-մեկն եմ ուզում եմ սենց նրբիկ պուպուշիկ բաներ, այս հետևը որ սենց կտնի, մի օր ցույց կտամ իմ Kindle-ը, կարդում եմ հիմա Մարտին Իդենը, էլեկտրոնային գիրք է, որը պատվիրում են Amazon-ից, իսկ այս մեկը խարտոց է, Հայկը չի թողում ես իր ոտքերի եղունգները կտրեմ, դրա համար ես պատվիրել եմ այս խարտոցը, որ հեշտ լինի երևի թե ուսա։ Իսկ այս մեկը թավաների այդ կրշկեքի համար է, որ թափրտած չլինի, ասենց դնեմ, ինքն միջով էլ բացում է։ Հուսամ լավ գնում է, այսքանը ու մի քանի բան արդեն ամուսնուս ծնունդի համար։ Բացեցի ու սենց մի քանի գույներով է, երևի չորությունն է ամեն գույնը, չգիտեմ։ Հիմա ուզում եմ փորձել այս տոտոշիկների վրա։ Բարև բոլորին, այսօր 5-շաբթի է։ 5-շաբթի է, ես ուզում եմ պատրաստվել, քանի որ իմ ամուսինը ինձ հրավիրել է ռեստորան նշելու մեր 2 տարին ամուսնության անցած վիդեոյում, այս ինչ նշան արեցի, անցած վիդեոյում, որ կիսատ թողեցի, ընթրիք եմ պատրաստել ամուսնուս համար, բայց չեմ նկարել, մոռացել եմ։ Եվ չգնացի այդ օրը ոչ մի բան առնելու, որովհետև անձրև եկավ ու չուզեցի կայլասկով գնամ ինչ-որ հեռուտեղ մի բան առնեմ, դրա համար ոչինչ, նվեր առել եմ շուտ հերիքը, դրա համար հիմա ուզում եմ պատրաստվել, իրոքում այնքան ոտ եղանակ անենց տրամադրված չեմ, բայց որ նայենք ստեղի եղանակին, ոչ մի բանը պիտի չանենք, դրա համար հիմա գնամ կսվեմ, այս այնքան եմ սիրում ես զարդերս, իմ քուրիկն է Հայաստանից ինձ ուղարկել, շատ եմ սիրում, միշտ կրում եմ, ես եթե նկատել եք շատ եմ զարդեր սիրում ու անընդհատ փոխում եմ, չեմ կարող մեկով մնամ ու վերջ։ Հիմա գնամ կսվեմ, Հայկը քնած է, այսօր գնացել ենք վակցինացիան, իր վերջի ստացած 4 ամսեկանի, իմ ուժեղ տղեն չի լացել, բժիշկները ասում են ինչ ուժեղ է ինքը, ասում եմ այո,
հետո եկանք տուն, ինքը քնեց մի անգամից, արդեն առաջի վակցինացիայի ժամանակ ես վիդեո էի նկարում ու գրել էի, որ մի քիչ լարվում եմ, երեխես ասում էի վակցինացիա ստացա մի քիչ լարվում եմ, բայց հիմա արդեն 4 ամիս, հեսա 5 ամիս է անցնում, ոնց որ հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչի սովորում ես։ Դա շատ ինչ-որ հետաքրքիր զգացողություն է, որտեվ այսօր բժշկուն եմ հարցում, ասում եմ կներեք, էլի շատ ենք հարցեր տալի, ես է գորրե անընդհատ հարցեր էինք տալի, ասում եմ կներեք, որ այսքան հարց ենք տալի, ասում եմ առաջինն է, ոչինչ, հեսա երկրորդին ըսկի հարց չեք տալու, լրիվ ոնց որ արդեն ամեն ինչ անգիր իմանալու եք, այտենց չի երկարացնեմ, գնամ հիմա քսվեմ, ժամը 2-ն է, բայց քանի դեռ քնած է, կարամ հանգիստ իմ սիրած ձևով սերիալ նայելով կամ ինչ-որ մի բան լսելով շպարվեմ, քանի չի արթնացել, որտեվ չեմ սիրում խառը, խշտիկ, արագ վռազ։ Գնացինք։ Երեկ չառաջին օրը մազերիս տակից կտրել եմ ու այնքան սենց փափուկ է, ես ուղղակի մեկ-մեկ ափսոսում եմ կտրեմ մազերս, բայց գիտեմ, երբ որ անընդհատ կտրում եք, ավելի արագ է երկարում, դրա համար ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, դուք էլ կտրեք, որ ավելի թարմ, մեկը այդ երկարությունը, եթե վնասված է, ընդհանրապես սիրուն չի, ավելի լավ է կարճ լինի, խնամված լինի։ Եկեք այսօր օգտագործեմ Միշայի BB կրեմը, շատ լավն է, դուրս ահա որ գալիս է։ Արդեն սպունգս թրջել եմ, բերել եմ։ Ու նախընտրելի է տմտմբացնելով ես էլի մտափոխվեցի, որոշումներս փոխեցի, եթե ես կարենամ մի անգամից մի հատ որոշեմ ու անեմ, կլինի վաու, միշտ 1000 անգամ փոխում եմ, հա չէ, զանգեցի ասացի գոր, արի այսօր վատ եղանակ է, տեղ չետանք, ես քո համար շատ սիրուն ու հավես ընթրիք կպատրաստեմ, այդ տեղը, որտեղ ուզում ենք գնենք, իմ ծնունդին կգնանք, իմ ծնունդը դեկտեմբերին է, ասաց, օքեյ, ու հիմա ինձ ասաց, քո համար անակնկալում եմ, չգիտեմ, խի, ասաց ուզում ես դու ընտրես,
թե չէ, ասացի չէ։ Ու հիմա տեսնենք ինչա մտածեի մամուսինը։ Հայկը քնում է, արդեն քանի օր է, իրան օրորում եմ մի քիչ, երբ որ տեսնում եմ արդեն քնաթաթախա, սենց քունը քիչ տանում եմ, դնում եմ տեղերի մեջ, երգը միացնում եմ ու ինքը մի անգամից քնում եմ, շատ լավ բան է դա, տենց։ Այսօրվա ընթրիքը սաղմոնն է, ես արդեն համեմել եմ, լիմոնաջուր եմ արել, սեբիբար, աղ ու ջեռոց եմ դնելու դդմիկ, գազար ու կարտոֆիլ։ Սա առանձին ձեթով կտապակեմ, կանեմ սոուս, որի համար մեզ պետք է մածուն, սխտոր ու պապրիկա, կարմիր բիբար։ Ձուկը տապակվում է, վրան ավելացրել եմ ծիտրոն, պատրաստել եմ սոուսը, որի մեջ յոգուրտ է, սխտոր, կարմիր պղպեղ ու լիմոնի հյութ։ Ու ջեռոցում դրել եմ բանջարեղենը։ Բոլորին գնում եմ մոլ, որովհետև երեկ իմ մամուսինը ինձ անակնկալ էր արել եւ առել էր պալտո առանց ոչ մի ակնարկի, ուղղակի ինքը մտածել էր ու գնացել էր իմ համար առել էր շատ սիրուն, շատ ճաշակով պալտո, բայց մի քիչ չափը սխալվել էր, շատ քիչ։ Հիմա գնում եմ փոխեմ, ինքը ինձ իրականում առաջարկել էր, զանգել էր, ասում էր ուզում եմ քո համար անակնկալ անեմ, ուզում ես իմանաս, թե չես ուզում, իսկ ես ասացի, որ չեմ ուզում, ուզում եմ անակնկալ լինի, բայց ասացի, եթե ինչ-որ բան լինի, հետ տալ, փոխել, չգիտեմ, կարամ, ասաց, հա, հիմա գնում եմ փոխեմ կամ տեսնեմ, կաղա ուրիշ բան հավանեմ, տենանք, ես փոխեցի պալտոն ուրիշ պալտոյի հետ, էլի շատ սիրուն, որովհետև այն մյուսից չափը չկար, իմ չափով, տենց հիմա ուրախ ման եմ գալի, Հայկն է անուշ քնածը, ուրիշ այս մռայլ եղանակին ուրիշ մանգալու տեղ չկա, որ մանգամ, մենակ ստեղ սենց պիտի պատատվեմ։ Բոլորին նայեցա։